Շարունակեմ, գիտեք, որ կարևոր ռեֆորմներ ունենք ընթացքում ու կարիք կա այս ընթացքում հասարակության կողքին լինել, մարդկանց կողքին լինել, արգվեճարողների կողքին լինել, որպեսզի իրենք կարողանան սահուն հասնել այս բոլոր ռեֆորմները, մասնավորապես հայտարարագրման մասով, դրա մասին առիթ կունենանք ավելի մանրամասն կարծեմ հարցերը կունենանք արձագանքենք, այս պահի դրությամբ մոտ 54,000 հայտարարագիր լրացած ունենք, որից 23,000 սոցիալական կրեդիտ ստացած եւ 2 միլիարդից ավել սոցիալական կրեդիտներ են ստացել մեր քաղաքացիները, բայց այս ընթացքում մենք մի շարք որոշումներ ենք կայացրել, որոնք այսպես ասած սահուն են դարձել կյանքը հայտարարագիր լրացողների, ունենք բավական մանրամասն ուղեցույցներ, համապատասխան էջ եւ նաեւ ունենք մշակված կոնցեպտ հայտարարագրման նոր հարթակի, բայց նաեւ միաժամանակ փոփոխություններ են կարել, գիտեք, այդ 300,000 շեմի մասին, որը հնարավորություն է տվել ավելի հանգիստ լինել հայտարարագրերը լրացնելիս, ունենք ժամկետների որոշակի փոփոխություններ հայտարարագրերը լրացնելիս, որը բխում են նույնականացման քարտերի հասանելիությունից, ունենք խնդիրներ մարդիկ, երբ որ չէին կարողանում սոցկրեդիտներ ստանալ առանձին տեղերում, օրինակ որոշակի արվեստի դպրոցներում կամ այլ նմանատիպ խմբակներում, այդ հարցերն են կարգավորվել, բացի այդ ունենք նաև շրջանառության հարկի բարեփոխումները, գիտեք, եւ այս ուղղությամբ, եթե նկատել եք, մենք մանրամասն բոլորին բացատրել ենք, մեր կայքում էլ հրապարակում ենք արել, թե ինչպես պետք է շրջանառության հարկի համակարգում այդ հաշվառումները իրականացնեն առանձին ոլորտներում գործող տնտեսվարող սուբյեկտներ, բայց նաև ակտիվորեն մասնակցել ենք այն աջակցության ծրագրի մշակմանը, որը որ արդեն ներդրվել է եւ առաջի 2 եռամսյակում հնարավորություն է շրջանառության հարկ վճարողների համար, որպեսզի իրենք օգտվեն եւ չբախվեն օրինակ որոշակի հարկերի ավելացումների, քանի դեռ իրենք փաստաթղթավորումները պատշաճ չեն իրականացրել, այսինքն մինչև այդ պահը հնարավորություն է իրենց համար օգտվել այս աջակցության ծրագրից։ Մյուս ռեֆորմների մասով, գիտեք, խաղային ոլորտի մասով հայտարարել ենք ժամանակին, որ օպերատոր պետք է ունենանք, որը հնարավորություն պետք է տալ պատշաճ վերահսկի ոլորտը եւ հարկահավաքում իրականացնի։ Այդ ուղղությամբ արդեն կառավարության որոշման նախագիծը մշակել ենք, շուտով կքննարկվի կառավարությունում եւ կանցնենք մեր մրցութային փուլերին։ Մյուս կարևոր ռեֆորմը, որը որ կապում է մեզ եւ ընդհանրապես մեր հարկ վճարողներին աշխարհի հետ եւ մեզ տեսանելի է լինում, թե օրինակ հարկ վճարողները դրսում ինչ գործակցներ են իրականացնում, դա ֆինանսական հաշիվների փոխանակման մասին է խոսք գնում եւ այս տեսանկյունից արդեն պիլոտային գործարկել ենք այդ համակարգը, միացել ենք տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության համապատասխան համակարգին, փորձարկումներ արել ենք եւ 47 երկրների հետ փոխանակում ենք իրականացնելու այս տարի բանկերի ստացված տվյալների հիման վրա։ Հաջորդ ուղղությունը, որպեսզի մենք դառնանք մարդակենտրոն, որպեսզի մենք դառնանք ավելի քիչ շփումով ծառայություն, որը հնարավորություն է տալիս հեռավար եղանակով հասկանալ, թե ինչ է տեղի ունենում հարկ վճարողների մոտ, նշեմ մի քանի կարևոր աշխատանքներ, որը որ ձեռնարկել ենք, առաջի այս ամիսների ընթացքում մենք համալիր հարկային ստուգումների, ինչպես նաև օպերատիվ գործողությունների մեծ տվյալների բազա ենք ձևավորել, որը նախատեսում ենք շուտով ամփոփել, նույնը վերաբերում է նաև մաքսանենգության տվյալներին, տվյալները նրա համար են, որպեսզի մենք կարողանանք առանց անհանգստացնելու մարդկանց հեռավար նստած մեր գրասենյակներում վերլուծությունները անենք եւ անհանգստացնենք այն մարդկանց եւ այն հարկ վճարողներին, այն ովքեր խնդիրներ ունեն կամ որոշակի անօրինականություն են նույնիսկ դրսևորում։ Մյուսը բարելավել ենք մեր հարկային ռիսկերի գնահատման համակարգը եւ շատ շուտով կունենանք նաեւ ծրագիրը մյուս տարվա համար։ Նշեմ, որ այստեղ արհեստական բանականության գործիք ենք կիրառում եւ այս տարի եւս 2 խոշոր գործիքներ դրեցինք արհեստական բանականության եւ համագործակցել ենք ամերիկյան համալսարանի հետ, համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ եւ շուտով դրանք էլ արդեն կիրառության մեջ կմտնեն եւ հնարավորություն կտան այդ մեծ տվյալները վերլուծել էլի գրասենյակային ռեժիմով։ Նույնը վերաբերում է մաքսայինին, արդեն ունենք հայեցակարգը ռիսկերի գնահատման այդ նոր համակարգի, որը նույնպես հենվելու է մեքենայական ուսուցման եւ արհեստական բանականության գործիքների վրա։ Դա էլ շատ շուտով կսկսենք աշխատանքները այդ ուղղությամբ եւ իհարկե
մեկ ուրիշ թեմա, գիտեք դրոշմավորման նոր համակարգի մասին, մենք որոշում կայացրեցինք, որ անցնենք փուլային տարբերակի, ինչի փուլային, որտեղ կարիք կար հետագծելիության համակարգը կայացնելու եւ զարգացնելու, որը հնարավորություն կտա արտադրությունից ներմուծումից մինչև վերջնական սպառում, բոլոր ցիկլերում պատկերացում ունենալ, թե տապրանքները ինչպես են շարժվում եւ որտեղ պետք է վերահսկողություն իրականացնել, որպեսզի մենք այս տվերը կարողանանք բացահայտել։ Թվայնացման ուղղությամբ ես հայտարարագրման նոր պլատֆորմի մասին խոսեցի, այդ ամբողջ կարելի ասել դրա նկարագրություն եւ տեխնիկական առաջադրանքը ունենք, հեսա սկսում ենք արդեն կոնկրետ այդ ուղղությամբ գնման եւ մրցութային ընթացակարգի աշխատանքներ, բայց մի կարևոր թվայնացման ռեֆորմ տարվա սկզբից որ ներդրվել է, անձնական հաշվի քարտերի նոր համակարգն է եւ ես կարծում բոլորին կհետաքրքրի այս բարեփոխումը։ Սա մասնավորապես այդ տնտեսվարողներին հնարավորություն է տալիս իրենց պարտավորությունները, հարկերը տարբեր որ վճարում են, իրենք կառավարեն ժամանակահատվածը, ավելին իրենց դեբետային գումարները կամ վերադարձները ստանալուց, եթե դրանք ռիսկային չեն, դրանք ավտոմատ կերպով այդ վերադարձները տեղի ունենում, իսկ ռիսկայինները ուսումնասիրվում են արդեն համապատասխան վերլուծական գործիքակազմի միջոցով։ Մաքսայինում գործարկել ենք ծանուցման նոր համակարգը հեռավար, այսինքն այլևս մարդիկ կարիք չկա, որպեսզի այցելեն մաքսային տեսուչին կամ համապատասխան սպասարկման սրահներ, որպեսզի իրենց սպասարկեն մեր գործընկերները եւ հեռավար ձևով ենք իրականացնում։ Մյուսը ինքնաշխատ բացթողնման նոր համակարգ ենք ներդրել, որը թույլ է տալու ներմուծման ոչ ռիսկային կտորը մինչև մի 5% մեր ներմուծման, առանց որևէ խնդրի բաց թողել սահմանից համապատասխան ռիսկային պրոֆիլների վերլուծության միջոցով, բայց նաև այս պահին մշակել ենք եւ շատ շուտով մեր GIZ-ի գործընկերների հետ մեկնարկելու ենք մի կարևոր պլատֆորմի ստեղծում, որտեղ որ ներդրվելու են բոլոր օրենքները եւ կարգերը կախված մաքսային գործակների հետ մեր արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների մասով։ Հաջորդ կարևոր բանը, որ մենք մարդակենտրոնության տեսանկյունից կարևորում ենք եւ կարևորում ենք մարդկանց կյանքը հեշտացնելու տեսանկյունից, դա ենթակառուցվածքներն են։ Նշեմ, որ ավարտել ենք Բագատաշենում, եթե անցնում եք կտեսնեք այնտեղ առաջին փուլը շինարարության ավարտել ենք եւ շատ շուտով մտնելու ենք երկրորդ փուլի մեջ, այն հին մասնաշենքի հիմնովին վերանորոգման տեսանկյունից, մեղրի մասով փաստորեն սպասում էին ենթակառուցվածքների մասին լսել։ Մեղրի մասով մոտ 30% աշխատանքների արել են, գիտեք, որ սահմանին բավական մեծ անցակետի շինարարություն է տեղի ունենում, բայց նաև մեծ տեմպ ենք հաղորդել նաև Երևանի եւ Սյունիքի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների կառուցմանը։ Մի կարևոր հանգամանք եւս մենք բախվել ենք մի խնդրի, որ կարիք կար մեր մեծ համակարգը, որը տարբեր կառույցներից է կազմված, իր բոլոր խնդիրներով գույքագրել, ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ նշեմ, որ բոլոր մեր ակտիվների կամ հասարակության ակտիվների եւ իրենց խնդիրների գույքագրումը արել ենք եւ շատ շուտով անցնելու ենք լուծումների փուլ։ Մյուսը մեր այդ տեսլականի եւ մեր ծառայության տեսանկյունից կարևորում ենք մենք ինքներս մեզ ինչպես ենք վերափոխում եւ ինչպես ենք վերաբերում այն մարդկային ռեսուրսների մեր հիմնական, այսպես ասած, շարժիչ ուժին, որը մեր համակարգում գործում է։ Լսել եք, որ ուսանողների շրջանում 5-րդ տեղն ենք զբաղացրել, հարցումներ տեղի ունեցան եւ որպես լավագույն գործատու 5-րդ տեղն ենք եւ սա ոգևորող է այն տեսանկյունից, որ բազմաթիվ ուսանողներ հիմա պատրաստման գործընթացում պատրաստ են ծառայել պետական եկամուտների կոմիտեում։ Բացի այդ մենք ինքներս մեր աշխատակիցներին ենք վերափոխում այն տեսանկյունից, որ մոտ 400 կարելի ասել աշխատակից պատրաստման գործընթացով է անցել, որի ընթացքում մենք բարեվարկության ըստ էության պատրաստումներ ենք իրականացնում, մասնագիտական պատրաստումներ ենք իրականացնում, ավելին ասեմ, նաև ֆիլտրում ենք եւ որոշ մարդիկ դուրս են մնում համակարգից, եթե ունեն բարեվարկության խնդիրներ։ Իհարկե բազմաթիվ այլ դասընթացներ կան, որի մասին այս բանի ժամանակը օգտագործելու տեսանկյունից շատ չմանրամասնեմ։ Մի կարևոր հուշագիր ենք կնքել ամերիկյան համալսարանի հետ պատմական առաջին անգամ եւ նաեւ KPMG-ի հետ ավարտում ենք արդեն մեր աշխատողների գնահատման նոր համակարգը, որը թույլ է տալուց համապարփակ գնահատել
ունենալ, թե յուրաքանչյուր աշխատող ինչ արդյունավետությամբ է նպաստում մեր հանրային ծառայությանը եւ դա կապել մեր վարձատրության համակարգի հետ։ Հիմա գամ ինչպես ենք մենք ինքներս մեզ նայում, շատ են լինում հարցերը, օրինակ համակարգում կոռուպցիա կա թե չկա, սա շատ կարևոր է, մենք առաջին օրվանից անողոք, ես դրա մասին նշել եմ, որ շատ սկզբունքային է լինելու այդ հարցը, մենք այդ ուղղությամբ պայքար ենք մղում եւ առաջին բանը նշեցի, արդեն պատրաստման գործընթացում ֆիլտրվում են այն մարդիկ, ովքեր որ ունեն այդ խնդիրը եւ իրենք չեն անցնում այդ գործընթացը եւ դուրս են մնում համակարգից։ Հաջորդը 9 առերևույթ հանցակի մասին արդեն հաղորդումներ են կազմել եւ տվել, դրանց մասով քրեական վարույթներ կան։ Բացի այդ 16 ծառայական քննություն ենք իրականացրել, որոնց մեջ խիստ նկատողություն 6 աշխատակցի, նկատողություն 9 աշխատակցի, նախազգուշացում թվով 1 աշխատակցի, նաեւ նույնիսկ ազատում ունենք աշխատակիցների։ Մյուսը ինչ հարցերի փուլում ավելի կոնկրետ խոսենք, մյուս ուղղությունը եւ արդեն գրեթե ամփոփում ենք անցնենք հարցերի մասին, ինչպես ենք հաղորդակցվում հասարակության հետ, դա շատ կարեւոր է։ Կարծում նկատել եք, որ մենք լեզվի էական բարելավումներ ենք սկսում անել, այսինքն ինչ լեզու ենք օգտագործում, երբ որ հաղորդակցվում ենք մեր տարբեր սոցիալական կայքերում, մեր վիդեոհոլովակներում, մեր ելույթներում եւ փորձում ենք մաքսիմալ այնպես բացատրել, որպեսզի հասարակությունը հասկանա, թե մենք ինչի համար ենք այդ գործողությունը անում եւ ինչ է փոխում դա իրենց կյանքում եւ այս տեսանկյունից շատ մեծ դրական արձագանք ստացավ նաեւ հարկ վճարողի օրվա հետ կապված մեր միջոցառումների շարքը, որտեղ նաեւ ես ինքս հանդես եկա ուղերձով կոչ անելով բարեխղճության եւ հոգատարության հարկ վճարելի ժամանակ եւ այս ամենը ամփոփելով նաեւ կուզեմ կարճ խոսել միջազգային մեր հարաբերությունների էական զարգացումներից, շատ կարեւոր է որ մենք մեր հարկ վճարողներին, մեր հասարակությանը եւ մեր հատկապես արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտներին հնարավորություն տանք մեր հարևանների հետ հարաբերություններում ավելի արդյունավետ շփվեն, իսկ ինչպես ենք դա անում, ես ինքս 2 այց եմ ունեցել, մեկը Վրաստան, մեկը Իրան, պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, համապատասխան փաստաթղթեր ենք ստորագրել եւ մի քանի ուղղությամբ տվյալների փոխանակում, օրինակ Վրաստանի հետ համատեղ անցման կետի նախագծի շուրջ ենք պայմանավորվել, բարձրացված ընթացակարգով մաքսային ընթացակարգերի նախագծերի շուրջ ենք պայմանավորվել եւ նաեւ խոսեցի տվյալների փոխանակման մասին, որը հնարավորություն կտա միջև սահմանը հատելը մենք վերլուծություն իրականացնենք եւ թույլ տանք, որպեսզի բեռները ավելի արագ տեղաշարժվեն սահմանին։ Եվ այս ամենը ամփոփելով ես կուզեմ ուղղակի եւս մեկ անգամ ընդգծել անցած ասուլիսի ժամանակ իմ հնչեցած այն ամփոփիչ խոսքը, որ 25 թվականին ես համոզված եմ եւ հիմա էլ լիահույս եմ եւ նաեւ որոշակի ողջավորություն կա այդ առումով, որը շարունակաբար մեծանում է, որ մենք կարողանալու ենք բեկում մտցնել մարդկանց ընկալումներում եւ ինչպես նշեցի, կարիք կա ամրապնդելու մարդկանց մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ եւ այս հարկ վճարելու մշակույթը դարձնելու այդ բարեկեցության մեջ, մեր երջանկության մեջ եւ մեր պետության զարգացման մեջ արժեքավոր ներդրման մշակույթի։ Շնորհակալ եմ եւ պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանել, արձագանքել եւ մեկնաբանել բոլոր ձեր մտահոգությունները։